Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, ես կրկին եթերում եմ Հորիզոն հեռուստաընկերության ջերմ ու բարի ընտանիքում։ Այս հաղորդաշարը Postscriptum Գայանե Ասլամազյանի հետ նպատակ ունի մի հարթակի բերել իրարամերժ տեսակետներ, մարդկային մտքի եւ ճակատագրի բազմախորհուրդ շերտեր, երբեմն պարզ ու հասարակ դեպքերի եւ իրադարձությունների մեջ նույնքան պարզ ու հասարակ ընդհանրացումներ, նաեւ հետգրություններ, որոնք հետաքրքիր կլինեն ոչ միայն ինձ, այլև կարծում եմ հեռուստադիտողների համար։ Ես փնտրում էի հարթակում, թե որ թեմայի շուրջ կուզեի զրուցել եւ հասկացա, որ ինձ համար մեր իրականության մեջ ամենահուզող թեման հայրենիքի պաշտպանների, զինվորների եւ հատկապես վիրավոր զինվորների ապաքինման եւ հետագայում ինտեգրման խնդիրն է եւ հոգուս խորքում հույս էի փայփայում հանդիպում ունենալ ոչ միայն խնդիրների մասին բարձրաձայնող, այլ իրական քայլեր ձեռնարկող մարդկանց հետ։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ հրաշալի հնարավորություն եղավ հենց առաջին հաղորդման ժամանակ անդրադառնալու ինձ համար հոգեարազատ, հուզիչ եւ կարեւոր թեմայի, որը վստահ եմ յուրաքանչյուր հայի համար զգայուն, սրտի եւ հոգու մեջ մեծ տեղ զբաղեցնող խնդիր է։ Սիրով ներկայացնում եմ իմ հյուրին Արմեն Մուրադյան։ Բարի օր, շատ ուրախ եմ, որ դուք այս կարճ ժամանակահատվածում միևնույն ժամանակ տրամադրեցիք եւ այսօր այստեղ եք։ Ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողը ձեզ շատ լավ ճանաչում է, բայց այնուամենայնիվ ուզում եմ շատ արագ ներկայացնել եւս մեկ անգամ ձեզ, թեև ձեր պարագայում բավականին դժվար կլինի դա արագ անել, որովհետեւ շատ երկար եւ հետաքրքիր ուղի եք անցել։ Եվ այսպես, ծնվել եք Երևանում, առաջին աշխատանքի վայրը եղել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտը, որտեղ աշխատել եք որպես սանիտար, այո։ Եվ այնուհետև սովորել եք Երևանի Պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում, որտեղ եւ ստացել եք ուրոլոգի մասնագիտացումը։ Եղել եք Երևանի Պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության եւ ճառագայթային թերապիայի ամբիոնի ասպիրանտ եւ պաշտպանել եք թեկնածության թեզը։ Հետագայում աշխատել եք Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի ուռոլոգիական բաժանմունքում որպես հերթապահող բժիշկ, այնուհետև բժիշկ-ուռոլոգ։ Երևանի Պետական բժշկական համալսարանում հիմնել եք ուռոլոգիայի ամբիոն եւ ստանձնել եք ամբիոնի վարիչի պարտականությունները։ Եղել եք Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնի ուռոլոգիական կլինիկայի ղեկավար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական, դարձել եք Երևանի Պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, պաշտպանել եք դոկտորական թեզը, եղել եք Հայաստանի Հանրապետության գլխավոր ուռոլոգ, Հայաստանի Հանրապետության Ֆանարյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատել եք որպես տնօրենի առաջին տեղակալ բուժական գծով, դարձել եք Հայկական ուռոլոգիական ասոցիացիայի նախագահ, հետո Էզմիրյան բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 2014-ին նշանակվել եք Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար, Երևանի Պետական բժշկական համալսարանի ուռոլոգիայի եւ անդրոլոգիայի ամբիոնի վարիչ 16 թվականի նոյեմբերի 4-ից մինչև դեկտեմբերի 29-ը զբաղեցրել եք Երևանի Պետական բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ 16 թվականի դեկտեմբերից համալսարանի ռեկտորն եք, պետք է նշեմ, որ ընտրվել եք միաձայն, ինչը եւս շատ կարեւոր է, պարգևատրվել եք Երևանի Պետական բժշկական համալսարանի ոսկե մեդալով, Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկրորդ աստիճանի մեդալով եւ ինչը հատկապես վերջին շրջանում շատ կարեւոր է ամեն դեպքում ինձ համար դուք անկուսակցական եք, ամուսնացած եք եւ ունեք 3 երեխա։ Եվ այսպես Արմեն Մուրադյան։ Ամենը ճիշտ է։ Ես վստահ եմ, որ այնուամենայնիվ ես ինչ որ հարցերում թերացել եմ եւ երևի թե ինչ որ բաներ բաց եմ թողել։ Ինձ թվում է շատ ավելի հանգամանալից ներկայացրեցիք կան անհրաժեշտություն կա։ Ես ինձ շատ կոմֆորտ եմ զգում, երբ որ ներկայացնում եմ որպես բժիշկ, որովհետև իմ մասնագիտությունը շատ սիրում եմ բժիշկ լինելը եւ անկախ պաշտոններից զբաղեցրած միշտ փորձել եմ լինել ակտիվ կլինիցիստ, որտեղ ես ինձ շատ ազատ եմ զգում, դա իմ տարերքն է եւ որպես կլինիցիստ կարծում եմ ամենաբարձր կոչումն ու պաշտոնը դա բժիշկն է եւ դիմում եմ ուղղակի որպես բժիշկ շատ ինձ ավելի հոգեարազատ է։ Ես վստահ եմ, որ հենց այդպես է, բայց ես ընտրեցի հենց այս ուղին, ես որոշեցի ներկայացնել ամբողջ ճանապարհը, որով դուք անցել եք, որովհետև շատ հաճելի է տեսնել կայացած անձնավորության, որը գտնվում է իր մասնագիտական բարձունքում եւ ով սկսել է իր աշխատանքը դեռևս 15 տարեկանից եւ ճանաչում է իր բնակավարը ամենապարզ աշխատանքներից սկսած, նշանակում է, որ դուք ոլորտին տիրապետում եք բացառիկ կերպով։ Ես հենց այդ պատճառով էլ այս ամենը ներկայացրեցի եւ գիտեք, երբ
Պետք է հանդիպես հյուրիդ հետ, բնականաբար նախ եւ առաջ ուսումնասիրում ես իրեն եւ այս դարաշրջանում բնականաբար բոլորս միանգամից տեսնում ենք սոցիալական ցանցերը, թե ինչպես են ապրում մեր հյուրերը եւ բնականաբար ես փնտրեցի նաեւ ձեզ։ Եվ պետք է նշեմ, որ ձեր Facebook-յան էջը շատ հետաքրքիր ազդեցություն թողեց իմ վրա։ Վերջին ժամանակահատվածում ես անձամբ կարիք ունեմ աղբյուրի ինֆորմացիայի, որը դրական է։ Ձեր Facebook-յան էջը այնպիսի կոչ է դեպի կյանքը, այնպիսի հարթակ է, որտեղ գնահատված է ուսուցիչը, որտեղ գնահատված է երիտասարդը, որը հասել է ինչ-որ բարձունքի, որտեղ գնահատված է յուրաքանչյուր հայ, այնտեղ այնքան սիրտ է ներդրված եւ այնքան սեր դեպի հայրենիքը, դեպի սեփական մասնագիտությունը, դեպի բուհը եւ դեպի այն երիտասարդները, ում հետ դուք աշխատում եք։ Եվ այդ ամենը պետք է նշեմ, որ շատ վարակիչ է։ Եվ այնքան դրական տպավորություն թողեց, որ ես պետք է անպայման ձեզ հարցնեմ, նման մարդը ինչ մթնոլորտում է ձևավորվել, նման անձը։ Նախ սոցիալական ցանցերը իհարկե այսօր թույլ են տալիս շատ ավելի մեծ քանակությամբ ինֆորմացիա ստանալ եւ կողմնորոշվել եւ կարողանում են նաեւ կողմնորոշել, արժեհամակարգ են ձևավորում եւ սա իրականությունն է, որի հետ պետք է մերվել։ Իհարկե այդ հերակառավարման, հաղորդակցման ամբողջ գործընթացը փոխեց մարդկությունը, կարծում եմ առհասարակ եւ մասնավորապես այն սերունդը, որը մենք ենք ներկայացնում, ես կարծում եմ, որ սա լրջագույն ձեռքբերումներից մեկն էր մարդկության հերահաղորդակցման գործընթացը եւ իհարկե ամբողջ արժեհամակարգը փոխվել է, մենք չենք կարող այլևս այն արժեհամակարգում գոյատևել, որով ձևավորվել ենք մեր մանկության տարիներին, բայց նաև չենք կարող հրաժարվել այն ամենից, ինչ որ ձեռք ենք բերել մեր ծնողներից, մեր երկրում, այն հստակ, բացարձակ մեզ համար կարևոր արժեհամակարգից, եւ իհարկե այդ ամենը բերելով սոցիալական ցանցեր, իմ պարությունն է, որ կարելի է շատ մաժորային կարգավիճակ ունենալ եւ լույս սփռող լինել օպտիմիստ։ Համոզված եմ, որ օպտիմիզմը մշտապես ավելի պահանջված է, քան մշտական խնդիրներ ներկայացնելը։ Ինչ վերաբերում է երիտասարդ տարիքում աշխատանքի ուրեմն ընտրությունից, ես պաշտում էի այն մարդկանց, ում հետ որ շփվում էի մանկության տարիներին, երկու տատիկներս բժիշկներ էին, բժշկական միջավայրում եմ մեծացել, հայրս երաժիշտ էր, բայց քույրս ընտրեց հայրիկիս ճանապարհը, ես ընտրեցի բժշկությունը, մայրս դասավանդում էր բժշկական համալսարանում եւ տատիկներս, մասնավորապես տատիկներից մեկը իմ ակտիվ վիրաբույժ էր եւ ես հստակ գիտեի, որ վիրաբույժ եմ ուզում դառնամ, բայց դեք դա մասնագիտություն չի, ավելի շատ կոչում է բժիշկը եւ վիրաբույժը մասնավորապես։ Եվ իհարկե պետք է երիտասարդ տարիքում այդ փորձությունը անցնես, դա քոնն է թե քոնը չի։ Դու կարող ես քո ժամանակը, քո տարածությունը, քո ամբողջ ուրեմն կյանքի տևողությունը նվիրել այլոց, թե դա բավականին բարդ, անկախ նրանից թե ինչ հասարակարգում ես աշխատում։ Դուք խոսեցիք պատանեկությունից, ես կուզեի, որպեսզի մենք խոսեինք ավելի վաղ շրջանից։ Ես գիտեմ, որ դուք շատ աշխուժ երեխա եք եղել, հետաքրքրված եք եղել եւ ֆուտբոլով, եւ նկարչությամբ, եւ եղել է ձեր կյանքում ժամանակահատված, երբ դուք բավականին երկար ժամանակ անցկացրել եք Մատենադարանում։ Դա Facebook-ում չկա։ Դա չկա Facebook-ում, այո, բայց ես ինֆորմացված եմ։ Ես հասկանալով մոտավորապես ձեր մտածողության տիպը, մտածում եմ, որ պետք է որ Մատենադարանը իր հետ կթողեր եւ ինչու դուք չեք ընտրել նման ճանապարհ, նման ուղի։ Անկեղծանամ եթերում։ Մատենադարանում ճիշտ ասած միակ պատճենահանման մեքենան էր լավագույն։ Xerox։ Եվ Beatles-ի երգերը եւ առհասարակ այդ նյութերը ես կարողանում էի միայն այնտեղ անցկացնել, բայց որ դա շատ աղմկահարույց չլիներ, ես անպայման պետք է նաեւ ունենայի երկրորդ պատճառը վերսիան եւ իհարկե այդ հետաքրքրությունների մի մասն էր կազմում, որը հետո իրականում ձևավորվեց որպես հետաքրքրություն, մասնավորապես բժշկագիտության զարգացումը, պատմությունը, որով իրականում շատ տարված էի։ Գիտական մտածողությունը հենց այդտեղ է ձևավորվել։ Կարծում եմ, որ մանկության տարիներին գիտական զարգացումը կամ հակվածությունը համենայն դեպս իմ համար անընկալելի էր, այդ Kinder սուրպրիզ երեխաները մի քիչ անընկալելի էին։
թե երաժշտության մեջ, թե գիտության մեջ կան, բնության մեջ կան եւ պետք է իրանցով հիանալ, բայց այդպեսին երբեք չեմ եղել։ Միշտ եղել եմ իմ տարիքային խմբում շատ ակտիվ եւ վայելել եմ, լավ մանկություն եմ ունեցել իրականում։ Հետաքրքրված եք եղել պեղումներով։ Եղել է այդպիսի բան, իրականում դա էլ չկա Facebook-ում, բայց շատ խորն եք ուսումնասիրել։ Պատմությունով շատ եմ զբաղվել, մի պահ այդ պեղումների հարցը իհարկե կարող եմ ասել, որ շատ ոգևորել էր ինձ, բայց ավելի շատ հետագայում հումանիտար առարկաները եւ շատ վաղ տարիքում որոշումը շատ հստակ էր, որ պետք է բժիշկ լինեմ եւ այդ պատճառով ծնողներից դիմեցի, որ պետք է անպայման աշխատեմ, ինձ փորձեմ։ Այդ տարիներին այդքան ընդունված չէր, որ երեխան պետք է ուրեմն իր միջնակարգ դպրոցը փոխի գիշերօթիկ դպրոցի, հեռակա դպրոցի, ուղղակի շոկային լուրեր ծնողներիս համար։ Շոկային լուրեր, շատ երկար ենք խոսել, բայց է շատ վճռական է, երևի թե այդ որոշումներ կայացնելու ունակությունը այդ վաղ տարիքում կարծում եմ, որ շատ սկզբունքային նշանակություն ունի։ Առհասարակ առաջնորդությունը դա պատասխանատվություն է քո կայացրած որոշումների հետ կապված եւ առաջնորդությունը դա առավելություն չի։ Այդպեսին է ծնվում են մարդիկ, կարծում եմ, որ դա գիտականորեն արդեն նաեւ հաստատված է, մինչեւ 15% մարդկանց մեջ լինում են այդպիսի ուրեմն անձեր, որոնք որ կարող են վերցնել պատասխանատվություն, բայց զրկվելով իրենց անձնական տարածությունից, իրենց անձնական ժամանակից, իրենց անդորից, ընտանեկան երջանկությունից շատ անգամ այնպես չի, որ դա այդ առավելությունը երջանկություն է բերում ընտանիքներին կամ հարազատներին։ Ուղղակի այդ մարդկանց կաշկանդելը մանկության տարիներին թույլ չտալը, որ իրենք ձևավորվեն, իսկ դրան շատ նպաստում է եւ սպորտը եւ վաղ տարիքում աշխատանքը։ Բայց ուսումնասիրելով ձեր մանկությունը, պատանեկությունը, կարելի է ասել, որ դուք հեշտ երիտասարդ չեք եղել եւ ձեր ծնողներին գուցեև ինչ որ չափով դժվար է եղել ձեզ հետ։ Իհարկե մենք գիտենք, որ ձեր հայրը եղել է հայտնի երաժիշտ, շատ սիրված եւ գնահատված ընկեր, լավ ամուսին։ Բայց ինչպիսի հայր է նա եղել ձեզ համար, բացի նրանից, որ գիշերները հատուկ ձեզ համար նստում էր գիրքեր կարդում, որպեսզի դուք սկսեք սիրել գիրք ընթերցելը, ինչպիսին էր նա։ Օրինակ որպես տղամարդ ինքը ինչպես ընկալեց այն լուրը, որ դուք 15 տարեկանում ուզում եք աշխատել, նախ որ չեք ընտրում իր մասնագիտությունը, այսինքն երաժշտական գծով չեք գնում, եւ երկրորդը, որ 15 տարեկանից ուզում եք աշխատել։ Հայրս շատ խիստ հայր էր որպես հայր, բայց նույն ժամանակ նաև հնարավորություն էր ընձեռում, որ դու ընտրություն անես, բայց այդ հնարավորության համար նաև պատասխանատվություն կրես։ Այսինքն արել ես, պատասխան պետք է տաս։ Բանաձևը սա էր։ Այնպես որ կարծում եմ մեր փոխհարաբերությունները թույլ էին տալիս դեռ մանկական տարիքից իմ արածի համար պատասխան տալ, իսկ հետո նաև սովորեցի չարածի համար պատասխան տալ։ Իսկ ձեր մայրը Մայրս մանկավարժ էր, ինքը բժիշկ էր կրթությամբ, դասավանդում էր բժշկական համալսարանում, շատ երկար, կես դարից ավել 54 տարի դասավանդեց, շատ կապված էր իր աշակերտների հետ, իր ուսանողների հետ, իրենք էլ իր հետ, եւ իհարկե ես սկսեցի իմ բժշկական ուղին իր մոտ պարապելով, որը ունեցավ շատ ծանր ուրեմն ավարտ, որովհետև ինքը հրաժարվեց ինձնից որպես աշակերտ, հաշվի առնելով, որ անկարգապահ աշակերտը նաև ազդեցություն էր թողում խմբի վրա, ես պարապում էի իր մոտ քիմիա առարկան հանձնելու համար, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու պետք է տալ հնարավորություն ինքնադրսևորվելու։ Շատ ուրախանում եմ, որ տեսնում եմ այսօր երեխաները այդ հնարավորությունը ունեն։ Իհարկե այսօրվա հնարավորությունները շատ մեծ են, բայց նաև կա սահմանափակումներ, այդ բակային կյանքը, այդ սոցիալիզացիան առերես այսօր պակասում է եւ ավելի շատ վիրտուալ է։ Իդեպ խոսելով սոցիալիզացիայի մասին, ես կարծում եմ, որ հեշտ չի եղել 15 տարեկան տղային գիշերօթիկ դպրոցում, պետք է որ ինչ-որ խնդիրներ լինեին, տարիքային, մտածողության։ Շուշտ կար, որովհետեւ անհասկանալի էր այդ ինչպես ինտեգրվեցիք։ Ինչ է անում այս երիտասարդը, անգամ որ անձնագիր չունի, շատ մեծ զվարճանքի առարկա դառավ, որ
անձնագիր դեռ չուն 16 տարեկանում էին տալի անձնագիր, այդ մարդիկ ուղղակի օրենքի ուժով պետք է ստանային միջնակարգ կրթություն։ Այդ տարիներին այդպես էր, օրենքի ուժն էր պահանջում, եւ թե կանայք, թե տղամարդիկ, ինձ մեծ ընտանիքներով անհասկանալի տարբեր տեսակի մարդիկ կային, եւ քրեական աշխարհից կային, եւ քաղաքական, ուրեմն հալածանքների հետևանքներով ձևավորված կային, նաեւ շատ հետաքրքիր մասնագիտությունների տեր մարդիկ կային, բայց այնուամենայնիվ շատ ջերմ հարաբերություններ ստեղծվեց, ավելի շատ տենց գնդի ворթի կարգավիճակ էր, եւ ես էլ փորձում եմ իրանց կյանքը շատ չծանրացնեմ իմ մոտեցումներով, գիտելիքներով, ինչ որ չափով մերվեմ, որտեղ ես էլ աշխատում եմ, ինձ համար էլ հասկանալի էր իրանց հոգսը ինչու է կայանում։ Չեմ կարծում, որ դա երջանկություն է այդ մանկության տարիները չվայելելով գնալ աշխատանքի, որտեղ հիմա տեսնում եմ երիտասարդների, որոնք ուզում են ուշ ամուսնանան, ուզում են ուշ երեխա ունենան, ուշ ինքնուրույն աշխատանքի անցնեն։ Հասկանում եմ, որ նրանք փորձում են իրենց լավագույն տարիները, այդ 20-ից 30 տարեկանը վայելեն, որտեղ դա ամենագեղեցիկ տարիքն է մարդու, երբ որ նա կարող է եւ ստեղծագործի եւ անձնական կյանքի իր վայելի, բայց որ մեղադրելու որևիցե խնդիր չկա եւ պետք է մերվել այն մտքի հետ, որ իրենց կյանքը արդեն այլ հարթության մեջ այլ արժե համակարգում է, վիրտուալ է։ Իրանք ավելի շատ վիրտուալ աշխարհում են մեծանում, սա է ինձ մի քիչ մտահոգում, բայց այնուամենայնիվ այդ երևույթ հետ որևիցե անելիք մենք չունենք, որտեղ դա իրականություն է, որը անխուսափելի է։ Աշխարհը փոխվեց։ Մենք կշարունակենք մեր զրույցը կարճատև դադարից հետո, մնացեք մեզ հետ։ Հիշեցնեմ, որ իմ հյուրն է Արմեն Մուրադյանը։ Պարոն Մուրադյան, մենք խոսեցինք դրա մասին, որ դուք 15 տարեկանից աշխատել եք եւ պետք է ասեմ, որ դուք այն եզակի երիտասարդներից եք, ովքեր այն ցավալի իրադարձություններին սպիտակի երկրաշարժի ոչ միայն տեղյակ էին պարզապես այդ ամենին, այլ նաեւ մասնակից էին։ Դուք եղել եք ներսում, ներսից տեսել եք այդ բոլոր խնդիրները։ Ներսից հասկացել եք, թե ինչ է բացակայում, ինչ է մարդկային ռեսուրսը, ինչ է տեխնիկական բացակայությունը, ինչ է ընդհանրապես այդ ցավը եւ դժվարությունները, որը հաղթահարեցին թե մեր բժիշկները, թե մեր հայրենակիցները ծանր դաժան տարիներին, հետդարձ հայացք նետելով հիմա արդեն դուք ձեր բարձունքից ինչպես կգնահատեք այն զարգացումը, որը տեղի ունեցել հենց այս բնակավարում։ Դեք կարող է դաժան հնչի, բայց բժշկության զարգացումը մարդկության պատմության ընթացքում հիմնականում կապված է եղել պատերազմների հետ։ Այդ դաժան տատկալի երևույթը բերել է նրան, որ կտրուկ զարգացել են այն միջոցները, որոնք ցավի սփոփանք են ձևավորել։ Տեսեք, երբևէ մարդկությունը չի ունեցել այդպիսի թռիչքային միջին կյանքի տևողության երկարացում։ Միլիոնավոր տարիներ մարդը չէր կարողանում միջին կյանքի տևողությունը անցնել 20-22 տարեկան։ Հիմնականում մանկական մահացության հետ կապված էր դա։ 1900 թվականին ընդամենը 100 տարի առաջ մարդիկ միջինում ապրում էին 40 տարի։ Սա այս պահին մի քիչ անհասկանալի թվեր են, բայց դա իրականություն է։ Իհարկե կային ծեր մարդիկ, իհարկե կային նաև տարեց մարդիկ, բայց մանկական մահացությունը եւ առհասարակ երիտասարդների մեջ այդ ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված բարձր տոկոսը թույլ չէր տալի, որ այդ միջին շեմը հաղթահարեն։ Երկու ամենադաժան պատերազմները, առաջի եւ երկրորդ համաշխարհային, որոնք որ 100 միլիոն մարդու կյանք տարան ընդհանուր առմամբ։ Այդ երկու պատերազմների ընթացքում փաստացի մարդկությունը ձևավորեց այնպիսի տեխնիկական եւ բժշկագիտական նոր մոտեցումներ, որով կարողացավ հաղթահարել 80 տարեկանի միջին տևողության շեմ, այսինքն երկու անգամ ավելացավ մարդու ընդհանուր ապրելու տևողությունը, ձևավորեց սոցիալական ցանցեր, հասավ մինչև լուսին, բացահայտեց ԴՆԹ-ն, ատոմը, եւ այս պահին երիտասարդությունը ունի աննախադեպ հնարավորություն վայելի երևի թե մարդկության ամենահետաքրքիր
պահերից մեկը պատմության մեջ եւ մենք ձեզ հետ միասին ականատեսն ենք եւ վայելողներից ենք, այնպես երբ որ խոսում են պեսիմիստորեն տրամադրված դաժան, ծանր իրադարձություններից կյանքից, ես կարծում եմ, որ շատ ավելի հետաքրքիր պահ ենք հիմա անցնում, որը որևիցե մեկը մեր նախնիներից այդքան արագ չի անցել։ Մեր ծնողները, տեսեք, ռադիոին որպես հիմնական ինֆորմացիոն կրիչ են տեսել դեռևս մինչև հեռուստատեսության դարը։ Մեր երեխաները չեն պատկերացնում իրանց առօրյան եւ մեզ չեն պատկերացնում մեր մանկությունը առանց սոցիալական ցանցերի։ Այո, բայց մենք խոսում ենք մոտավորապես 30 տարվա կտրվածքով, ես ուզում եմ հասկանամ ինչպես է զարգացել բժշկությունը հենց Հայաստանում։ Բժշկությունը չէր կարող լինել անմաս այդ երևույթների, իհարկե երկրաշարժը եւ պատերազմը իր մեծ ազդեցությունը ունեցավ, շատ զարգացած բժշկական մենք ունեինք անձնակազմ, հաշվի առնելով խորհրդային տարիներից ձևավորված այդ բժշկական կրթության բարձր մակարդակը եւ ասեմ ձեզ, որ մինչեւ այսօր էլ հենց իրենք են, որ պահում են հիմնական ճակատը բժշկության Հայաստանի, սակայն Սփյուռքի ներգործությունը Հայաստան երկրաշարժից հետո պատերազմի ընթացքում շատ մեծ ազդեցություն թողեց եւ կան առանձին սփյուռքահայ բժիշկներ, որոնք հենց այդ պահից եւ անգամ մինչեւ այդ օրինակ Կարո Դերցակյանը իմ ուսուցիչներից, որը որ 87 թվականից սկսեց դեռ մինչեւ երկրաշարժը սկսեց գալ Հայաստան եւ մեծ ազդեցություն ունեցան ժամանակակից մտածելու հետ, այսինքն այդ evidence-based մտածելու հետ կապված ապացուցողական բժշկություն ձևավորելու։ Այն ժամանակ այդ բառակապակցությունները շատ դժվար էին ընկալվում։ Երբ հիշում եմ, երբ որ 2000 թվականին պաշտպանում էի տեխնացուական թեզը եւ ասեցի հիվանդի մենեջմենտը անհրաժեշտություն ունի, ինձ նկատողություն արեցին, որ սա ակադեմիական առարկայի մասին ենք խոսում, սա մենք խանութում չենք գտնվում, որ դուք մենեջմենտ բառն եք օգտագործում։ Այսօր սա համատարած արդեն ձևավորված մեր եզրույթներից է, բայց Հայաստանը շատ արագ զարգացավ բժշկական ասպարեզում եւ Սփյուռքը շատ մեծ ներազդեցություն ունեցավ։ Պրոտոկոլային բժշկություն, սարքեր, երկրաշարժից հետո մեծ քանակությամբ եկան Հայաստան։ Ամենատպավորիչ աշխատանքը, իդեպ ասեմ ձեզ, դա ռազմական բժիշկները արեցին, որովհետեւ նրանք աշխատում էին հստակ պրոտոկոլներով։ Ես առաջին անգամ լսեցի, որ երբ որ կա ծանր, միջին ծանրության եւ թեթև ծանրության, պետք է դու օգնես միջին ծանրության հիվանդին։ Եվ սա ինձ բացատրում էին ռազմական բժիշկները, որոնց հետ ես օր գիշեր աշխատում էի, որովհետեւ նրանք շատ հստակ բացատրում էին, որ դա կարգն է եւ հաշվարկների հիման վրա է, այստեղ էմոցիոնալ չպետք է լինի քո մոտեցումը։ Ոչ թե գթասրտությունից ելնելով պետք է աշխատես, այլ կարգերից եւ ապացուցողական բժշկությունից ելնելով։ Դե երբ որ դու փորձում ես օգնես ծանր հիվանդին առաջի հերթին, միջին ծանրության հիվանդ եւս դառնում է ծանր։ Այսինքն ինքը շատ པարզ բացատրություններով, բայց հստակ հաշվարկների վրա ձևավորված բժշկության զարգացում էր։ Այս պահին կարող են գրանցել, որ Հայաստանում բժշկությունը բավականին զարգացած է եւ բժշկական կրթությունն է խիստ զարգացած։ Ես ներողություն եմ խնդրում, ինչու եմ ես հարցնում, որովհետեւ Հայաստանի բժշկության մասին շատ տարակարծիք բաներ ենք լսում եւ կան հակասություններ։ Կան մարդիկ, որ ասում են վախեն մենք հիվանդանանք ձեռքները չընկնենք եւ կան մարդիկ, որոնք աստվածացնում են բժիշկների եւ մենք ունենք իսկապես փայլուն մասնագետներ եւ տարբեր բնակավարներ, որ անգամ դուրսը շատ հաճախ մասնագետները ասում են գնացեք Հայաստանում լավագույն մասնագետներն են։ Ինչու է դա այդպես։ Դա խնդիր է անհատի, որովհետեւ մենք ունենք վառ անհատներ կամ չհաջողված անհատներ, թե դա ուսումնական հաստատության խնդիրն է, որը գիտելիքները բազային ինչ որ պակաս է տալիս կամ գուցե ինչ որ մարդկանց համար շատ։ Ու սկսենք վերջից երևի թե ուսումնական հաստատությունից։ Ոչ միայն Հայաստանի, այլ նաև 40 երկրներից, որտեղ ակտիվ այսօր գործում են մեր շրջանավարտները, 8000 շրջանավարտ այսօր ակտիվ գործում է 40 երկրներում։ Հայաստան այսօր ընտրում են 35 երկրներից 1700-ից ավել ուսանողներ, որոնք սովորում են Հայաստանում։ Միայն նահանգում Կալիֆոռնիայում 500 շրջանավարտներ են աշխատում։ Այսինքն խոսել կրթության մասին բաց դաշտում, բաց շուկայական հարաբերությունների պարագայում եւ խոսել վատ գնահատականներով նշանակում է չնկատել, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի Հայաստանի բժշկական կրթությունը այդ վերոհիշյալ 40 երկրներում
ինչպիսի մեծ աշխատանք է կատարվել վերջի 100 տարիների ընթացքում, երբ որ մենք ձևավորել ենք բժշկական կրթական հարթակ, բժշկական համալսարան, ֆակուլտետ, հետո ինստիտուտ, վերջի 25 տարին արդեն նաև համալսարան է կոչվում, այնուամենայնիվ մշտական աշխատելու տեղ կա, այսինքն այս թվերը ինչքան ոգևորիչ են, այնքան էլ պարտավորեցնող են։ Եվ աշխատելու շատ մեծ դաշտ կա, որ պետք է անընդհատ փորձես բարելավել բժշկական կրթության խնդիրները, որ համալսարանը մտնի այն ռենքինգով ձևավորված համալսարանների ցանկ, որը որ արտացոլում է որակը բժշկական կրթության, պետք է ասեմ, որ գին որակ հարաբերակցության մեջ առհասարակ մեզ մրցակից շատ դժվար է գտնել, որտեղ այստեղ գինը բժշկական կրթության, եթե չեմ սխալվում, 50-60 հազարից սկսվում է եւ կարող է շատ ավելի բարձր լինել, մինչեւ 100,000 տարեկան։ Մինչդեռ մեր շրջանավարտները, որոնք աշխատում են ստեղ եւ կարողանում են USMLE քննությունը հանձնել, նրանք բավականին կամ անվճար են սովորել ժամանակին, կամ շատ ավելի մատչելի 2000 կամ 5000 տարեկան վճարով, բայց այնուամենայնիվ կարողանում են հետո այստեղ իրենց աշխատանք անել։ Հիմա ինչ վերաբերում է էմոցիոնալ գնահատականներին, դա իրականություն է, դա բազմաշերտ խնդիր է, նախ չմոռանանք, որ մենք արևելյան ժողովուրդ ենք եւ մեզ համար ամոթը իրավունքից միշտ բարձր է եղել։ Սա կարևորագույն բանաձևերից մեկն է։ Իդեպ ասեմ, որ այդ նաև բանաձևը կիրառություն տեսնում եմ նաև այստեղ, որտեղ ծխելու դեմ պայքարը տեսնում եմ, որ ոչ միայն օրենքն է արգելում, այլ նաև ամոթը եւ բիզնես լանչի ժամանակ որևիցե մեկ իրեն թույլ չի տա, ուրեմն սիգարետ վերցնի ձեռքը։ Բայց այնուամենայնիվ հուզական դաշտը գերակշռում է բժշկական գործունեությունը գնահատելիս, առաջի հերթին, որտեղ չկան հստակ ձևավորված չափորոշիչներ, որն է լավը, որն է վատը, որն է որակը, որը թվայնացրած պետք է անպայման արտացոլի հիմնարկի առօրյան եւ հիմնարկի գործունեությունը։ Այս երևույթը այս երկրում շատ բարձր է դրված, որը որ իհարկե սովորելու շատ մեծ տեղ է տալիս։ Մենք պետք է անպայման դա ընդօրինակենք եւ պետք է ինչքան հուզական բարձր չեն գնահատում, պետք է թվայնացնենք որակը, որը թույլ կտա նաեւ վատ ելքերի դեպքում խուսափել այդ հուզական ծանր գնահատականներից։ Իսկ ով ասել, որ աշխարհով մեկ չեն վախենում հիվանդանալ։ Կյանքը այնքան գեղեցիկ ու այնքան հետաքրքիր է դառել, որ որևիցե մեկը չի ուզում զիջել իր առողջ տարիները, իր արևշատ օրերը։ Բոլորը ուզում են երկար եւ շատ բովանդակալից կյանք ունենալ։ Տեսեք, ամբողջ աշխարհի զարգացած երկրներում շատ տարօրինակ ներդրումներ է կատարվում։ Ամենաարդյունավետ ներդրումը մշտապես համարվել է մինչև 1 տարեկան երեխաների մեջ ներդրումը յուրաքանչյուր երկրի համար։ Բայց տեսեք սկանդինավյան երկրները, տեսեք զարգացած երկրները, որոնք որ փոխում են այդ փոխհարաբերակցությունը եւ տանում են դեպի տարեց մարդիկ եւ մեծ ներդրումներ են անում այդ ուղղության մեջ, որտեվ համարում եմ, որ 65-ից հետո ոչ թե օր մտնացնելու պահն է գալի, այլ կյանքը վայելելու պահն է գալի։ Եթե խոսենք մասնագիտության հոզական պահերի մասին, իհարկե սա մասնագիտություն է, որը շատ ցավալի կարող է ինչ-որ երևույթների հետ առնչվել եւ կարող է շատ ուրախ փաստեր արձանագրել, բայց նաեւ երբ դու բժիշկ ես եւ պատասխանատվություն ես կրում, ինչպես դուք, որքան բարձր են դիրքերդ, այնքան մեծ է պատասխանատվությունը։ Լինում է, երբ դուք ձեր բարձունքում, երբ հնարավորությունները կան, ամեն դեպքում անճար եք, լինում է նման զգացողություն։ Իհարկե լինում են եւ շատ ծանր մտորումների, ծանր հոգեկան ուրեմն ապրումների տեղիք է տալիս։ Կան անմոռանալի դեպքեր, որոնք մինչ այս բանել, երբ որ հիշում եմ, ինձ համար շատ ծանր է այդ հիշողությունները, բայց գիտեք, ամենազոր չէ մարդ եւ ի վերջո դու քրտինք թափի աղոթի Աստված անձրև կուղարկի, այսինքն սա է բանաձևը եւ ոչ թե անընդհատ սպասենք, թե երբ է անձրևը լինելու եւ ալարկոտ նստենք, սպասենք, թե երբ ենք բերքը հավաքելու։ Բժշկի աշխատանքում ամենը պետք է անել ճիշտ առաջի հերթին մասնագիտական դաշտում, արհեստավարժ դաշտում, ժամանակակից բժշկությանը համահունչ, որ հնարավոր լինի թվայնացրած նաեւ եւ վերլուծել եւ որակական գնահատականներ տալ։ Դա այդ բոլորը ինչ էլ անես պետք է երանգների մեջ լինի մարդասիրության, գթասրտության եւ ես ուսանողներին միշտ այդ օրինակը բերում եմ, որ ժամանակակից բժշկությունը դասական երաժշտությանը շատ մոտեցել է եւ երբ դու փորձում ես ֆոլկլորային կամ ջազային երանգներով բժշկությունով զբաղվես, սա անհեռանկար է։ Միգուցե դա գեղեցիկ է, բայց անթույլատրելի է։
եւ բժշկությունը պահանջում է դասական կրթություն եւ արհեստավարժություն առաջի հերթին։ Տեսեք նոտաները, որով բժշկական կրթություն ունեցող մարդը տեսնում է այդ պրոտոկոլները, գայդլայնսերը, տեսեք այն ոգևորությունը, որ երաժիշտը այդ նոտաներով կատարում է, օրինակ Չայկովսկու առաջի կոնցերտը Դաշնամուրի համար, եւ յուրաքանչյուր մարդ, որ ունի քիչ թե շատ հնարավորություն դա կրկնել նույն ռիթմիկայով, նույն, ասենք, երանգներով, բայց երբեք այդ ոգևորությունը չի հաղորդակցի։ Դա մշակույթի չի հասնի։ Ինքը կարող է կրկնել նույնը, բայց երբեք այդ գթասրտությունը, այդ մարդասիրությունը, որ արհեստավարժ բժիշկը պետք է անպայման օժտված լինի, նա չի կարող ունենալ։ Այսինքն լավ բժիշկը սա առաջի հերթին արհեստավարժ բժիշկն է, սա մարդասիրությամբ եւ գթասրտությամբ օժտված բժիշկն է, եւ միանշանակ այս երևույթները պետք է բալանսավորված լինեն նախաձեռնության եւ պատասխանատվության միջեւ։ Եթե դու նախաձեռնող չես եւ հիվանդությունից մի քայլ հետ ես, դու երբեք չես հաղթի։ Իդեպ ընդհանուր առմամբ հետևելով ձեր անցած ուղուն, հստակ տպավորություն է ստեղծվում, որ դուք շատ կառուցողական միտք ունեք եւ յուրաքանչյուր վայր, որտեղ դուք գտնվել եք, այդ ընթացքում փորձել եք ել ավելի զարգացնել եւ թողեք ձեզանից հետո մի կառույց, որը կլինի ել ավելի հզոր, քան մինչ ձեզ էր։ Բայց երբ նայում էի, նաեւ կար մի հետաքրքիր բան, ես նկատեցի, որ դուք այնքան մեծ սիրով եք խոսում ձեր ընտանիքի մասին, ձեր կնոջ, ձեր երեխաների, այնքան սեր ու ջերմություն կա, ես մտածեցի, որ երևի թե երբ դժվար պահեր են լինում էմոցիոնալ, ինչպես մենք հիմա արձանագրեցինք, դուք գնում եք դեպի ընտանիք եւ այդ լույսը, որը եւ սերը, որը դուք այնտեղ ստանում եք, այնտեղ ձեզ ինչ որ էներգիա է տալիս, որ դուք ձեր հետագա քայլերը անեք։ Երբ թե ավելի շատ մեղաչում եմ այն ժամանակի համար, որ իրենց հետ շատ քիչ եմ անցկացնում եւ փորձում եմ բարբերաբար նաեւ հանրայինս ասել, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, առավելևս տղամարդու համար միշտ համարում է, որ կնոջ համար է սա առանցքային նշանակություն ունեցող երևույթ ընտանիքը, հավատացնում եմ ձեզ, որ յուրաքանչյուր տղամարդ շատ ավելի խոցելի է առանց ընտանիքի, առանց կնոջ եւ ապրում են անգամ ավելի քիչ, երբ որ ապրում են մենակ, սա ապացուցված թվերի մասին ենք խոսում, մոտ 10-15% ավելի քիչ են ապրում, երբ առանց կնոջ են ապրում։ Եվ խնդիրը գիտեք, նրանում չի, որ ընտանիքը անդադ գովերքես, իրականում ընտանիքը դա այն հենարանն է, որտեղ թույլ է տալի քեզ անընդհատ գնալ լիցքավորվել, չբերել քո խնդիրները, մի փոքր վայելել այն ջերմությունը, որը որ կարճ ժամանակահատվածներում կարող ես տեսնել, եւ իհարկե այդ կառուցողական մոտեցումը շարունակել, թողելով քեզնից հետո հետք եւ ոչ թե մատնահետք։ Սա շատ կարեւոր սկզբունք է, որովհետեւ գործունեությունը կարող է տարբեր ուղղություններով լինի, շատ նախաձեռնող, բայց օրենքի դաշտից դուրս, նախաձեռնող, բայց այդ նախաձեռնությունը ուղղված ավելի շատ էգոցենտրիկ դեպի քեզ, դեպի քո ընտանիքը։ Երբ հանրային բարեկից ես խոսում, պետք է միշտ հետքդ ավելի մեծ լինի քո թողած, քան այն գործողությունները, որոնք հետագայում որպես մատնահետ կարող են նաև գնահատվել։ Այո, ընտանիքի եւ նախաձեռնությունների մասին մենք կշարունակենք մեր զրույցը, մնացեք մեզ հետ։ Հիշեցնում, որ իմ հյուրն է Արմեն Մուրադյանը։ Մենք խոսում էինք ընտանիքից, որը կարծում եմ պետության հիմնասյուներից է, եւ այն ջերմությունը, որ դուք ստանում եք, ասացիք, որ փարատվում եք այնտեղ, լույս եք ստանում եւ այլն եւ այլն, եւ պետք է անպայման հարցնեմ, ներողամիտ եղեք։ Դուք շատ ջերմորեն եք մշտապես խոսում ձեր կնոջ մասին, շատ, բայց այնուամենայնիվ ձեզ դա չխանգարեց մասնագիտական հարթակում նրան հեռացնել ձեր տարածքից։ Ինչու՞։ Գիտեք, նախ ինձ թվում է մամուլը մի փոքր ավելի դա գեղարվեստական երանգ տվեց, այդ հեռացնել չէր, ինչքան որ իրար հետ խոսեցինք եւ շահերի բախում կար ուղիղ, եւ չէր կարող լինել ամուսինը ղեկավար, կինը իր խորհրդականը։ Բավարար այն խորհուրդները, որ տալիս է տանը,
Այնուամենայնիվ կինս հանրային առողջապահության մասնագետ է, ամերիկյան համալսարանը ավարտեց, դա իր երկրորդ մասնագիտությունն էր, եւ մենք ունենում ենք տարաձայնություններ եւ որպես ընկերներ չենք կարող չունենալ մասնագիտական դաշտում տարաձայնություններ, քննարկումներ, պարբերաբար այնքան թեժ էին անցնում, որ երեխաների մոտ տպավորություններ, որ ինչ-որ բան փոխվում է, բայց մենք որոշում կայացրեցինք շատ քիչ խոսել մասնագիտական դաշտի վերաբերյալ, որտեղ այն իրականում սակավ ժամերը, որ իրար հետ ենք անցկացնում, կարծում եմ կարելի է մի փոքր մասնագիտությունից դուրս պահել։ Այնուամենայնիվ, այո, շատ ջերմ եմ խոսում, որովհետև եւ շատ սիրում եմ, եւ իմ լավ ընկերն է, մենք իրար հետ մեծացել ենք իրար հետ, այդ ամբողջ ճանապարհը իրար հետ ենք անցել։ Պետք է ասեմ, որ տղամարդու կյանքում ձուկընկերը, որը որ իր կինը, իր երեխաների մայրը պետք է բացառիկ դերակատարում ունենա, որովհետև եթե չի ընկալում ամուսնու առաքելությունը, ամուսնու կատարած աշխատանքի նշանակությունը, գնահատականների անգամ բացասական գնահատականների դեպքում չի շարունակում ոգևորել, դժբախտ տղամարդ է։ Իսկ եթե խոսենք կնոջ դերակատարման մասին պետական մտածողության մեջ, այսինքն այն դաշտում, որտեղ տղամարդիկ են որոշումներ կայացնում, չեք կարծում, որ կանանց մոտեցումները շատ ավելի մարդկային են, ավելի ջերմ եւ ավելի նրանք նկատում են խոցելի մասերը։ Նախ սկսենք նրանից, որ կինը ավելի կազմակերպված է, քան տղամարդը։ Բոլոր 5 մակարդակներում անձի կազմակերպման կինը ավելի կազմակերպված է, կինը ավելի ֆիզիոլոգիապես ուժեղ է, որովհետև այդպիսի process, ինչպիսին է ծննդաբերությունը, հղիությունը, որևիցե տղամարդ չի կարող այդ ամենը անցնել, եւ իհարկե կնոջ դոմինանտները լրիվ այլ են, սոցիալական դոմինանտները, առաջի հերթին զավակը, առաջի հերթին երեխան, մայրության ինստինկտը շատ ձևավորված է եւ կա այդպիսի նաեւ շատ հետաքրքիր տեսություն, որ մարդկությունը կարողացավ ձևավորվել հենց մոր բնազդի ինստինկտի հետևանքով, որովհետեւ ազատելով ձեռքերը դեռևս ոչ կինը, դեռևս էակը, կապիկանման եւ դեռ չձևորված մարդը պետք է կարողանար ուղղահայաց լիներ, պետք է ուղղահայաց քայլեր, դա բերեց նրա մոտ կոնքը սկսեց փոքրանալ կնոջ եւ ծննդաբերության ընթացքում ծննդաբերել երեխաների, որոնք ունենային մեծ գլխուղեղ, շատ դժվար էր, փոքր գլխուղեղով էակները չէին կարողանում այդ արավիրքներին դիմակայել բնության, չձևավորված, դեռևս որևիցե ինֆրաստրուկտուրա չկար, հասկանալի է, որ դարերի մասին եւ այս ամենը մենք ասում ենք, եւ դա ամենը կինը կարողացավ 10 տարի մանկություն պարգևելով երեխային, կարողացավ ձևավորել մարդկության քաղաքակրթությունը։ Ես կարծում եմ, որ հիմքերից է պետք գտնել ապագայի բացատրությունները եւ ամենը կարող է մարդկությունը այսօր կրկնօրինակել, մենք այսօր հերավորությունն ենք փաստորեն հաղթահարում, մենք այսօր հաղորդակցությունը կարողացանք շատ հեշտացնել, կյանքը շատ հեշտացել է եւ բոլորը խոսում են արհեստական ինտելեկտի մասին, խոսում են, որ մարդկությունը կանգնած է լրջագույն փորձության առջև արհեստական ինտելեկտ, որ ռոբոտիզացիան կբերի նրան, որ մարդկությունը կարող է իսպառ վերանա, բայց քանի կինը ծննդաբերելու է եւ քանի դեռ 10 տարի այդ երեխան մոր ուրեմն քնքուշ գթասիրտ ուշադրության արժանի է լինելու, որևիցե վտանգ չի լինելու։ Ամենամեծ վտանգ լինելու է, երբ որ մարդկությունը կարողանա գերազանցել իրեն եւ այդ մայրական զգացողությունները կփոխվեն։ Ստեղ է գտնվում անվերադարձության կետը։ Մայրական զգացողությունները հաճախ նաև օգնում են, որպեսզի բարձրաձայնվեն խնդիրներ, որոնց մասին բոլորը գիտեն, բայց հենց կինն է էլ ավելի դրա մասին խոսում։ Ես ուզում եմ անդրադառնալ մի նախագծի, որը շատ կարևոր է յուրաքանչյուր հայի համար, որովհետև Արցախյան պատերազմից հետո մենք ունենք 9000-ից ավելի զինհաշվանդամ եւ դա խնդիր է, կարծրացած խնդիր է եւ ես վստահ եմ, որ մեր բոլոր պետական այրերը գիտեին եւ փորձում էին ինչ-որ լուծումներ տային, բայց Հայկուհի Մինասյանի շնորհիվ ինձ թվում է մի փոքր էլ ավելի ուժ ստացավ այդ խնդիրը, որովհետև նա էլ ավելի
զգաց երևի այդ ցավը, որ ապրում են այդ զինվորները, նրանց ընտանիքները, նրանց մայրերը եւ կարծում եմ, որ դուք էլ դրա համար էլ ավելի հաղորդակից դարակ այդ խնդրի լուծմանը։ Իրականում դա շատ կարևոր նախաձեռնություն էր այդ ուղղությամբ զարգացումներ ձևավորելը, նախագիծ ձևավորելը, նախագիծը կյանքի կոչելը, բայց իրաբուժության մեջ շատ կարևոր է նախաձեռնությունը եւ չի կարող իրաբուժը նախաձեռնող չլինել, բայց այն վիրաբուժը, որը պատասխանատվության զգացողությունը իր ավելի ցածր է դասում, քան նախաձեռնությունը, նա վտանգավոր է։ Այնպես որ յուրաքանչյուր նախագիծ սկսելիս պետք է հաշվետու լինես։ Արդյոք դու կարող ես նրա տրամաբանական ավարտը տեսնել դրական ելքով։ Կարող ենք ասել, որ Հայկուին եղել է էմոցիոնալ մասը ապահովող, դուք տրամաբանական։ Գիտեք, շատ հետաքրքիր համագործակցություն էր։ Հայկու նման մարդիկ, նրանք կարծում եմ հաճախ չեն ծնվում։ Յուրաքանչյուր ժողովուրդ քաղաքակրթության իր ձևավորման ընթացքում, պատմության ընթացքում սա անպագորգոր բառեր չի, ունենում են իրենց հայկուիները։ Ազգային միավորներ են։ Ըստ իս նման մարդիկ չեն կարող լինել շատ։ Հայկու Մինասյանը դա ռարիտետային անհատականություն է, որը որ իր ժողովրդի բնականոն զարգացման արդյունքն է։ Նա պետք է լիներ։ Եվ իհարկե ես հնարավորինս փորձեցի օգտակար լինեմ այդ պրոյեկտին եւ մեր համագործակցությունը նաեւ ունենալով իր սուր, իր որոշ ուրեմն անհարթ անկյուններով բավականին ընթացքը կարողացավ փսակվել հաջողությամբ, ձևավորվեց այդ կենտրոնը եւ այդ կենտրոնում այսօր մեր տղաները իրենց զգում են որպես իրենց տանը։ Այդ կենտրոնում ոչ միայն բուժվում են, այդ կենտրոնում ոչ միայն իրենք մասնագիտություն են ստանում, սնունդ են ստանում, այդ կենտրոնում նրանք անցնում են իրենց տարիքին համահունչ սոցիալիզացիա։ Այսինքն նրանք գտնվում են ուսանողության առանցքում, նրանք գտնվում են ուսանողության մեջ, ուսանողական ամբողջ կյանքը իրենց համար հասկանալի է եւ շարժառիթ է։ Մենք խոսում ենք 18-20 տարեկան տղաների մասին, տղաների, որոնք սխրանք են գործել, բայց հայտնվել են սայլակներում։ Տղաների, որոնց շարժունակությունը բացարձակ չի նշանակում, որ նրանց սոցիալական շարժունակությունն է պակասել։ Եվ նման կենտրոնը այսօր թույլ է տալիս համախմբել բոլոր շերտերը, անկախ քաղաքական հայացքներից, անկախ ուրեմն պաշտոններից, կարգավիճակներից, այս կենտրոնը ես կարծում եմ ազգային առանցքներից մեկն է այսօր, որի շուրջ ձևավորվել է հասարակական համաձայնություն։ Եվ կենտրոնը գտնվում է պատմամշակութային շենքում, որը ունի շատ մեծ դերակատարում բժշկական կադրեր պատրաստելու, բժշկական դարբնոցն է եղել եւ մնացել է մինչ այսօր եւ այսօր հաստատեց իր ուրույն տեղը։ Բացի դա, եթե չեմ սխալվում, Սարդարապատի հերոսներն էլ են այնտեղ եղել ժամանակին եւ բուժվել այդ կենտրոնում։ 14 թվականին է կենտրոնը բացվել, պատկերացրեք 20 տարի այդ կենտրոնը սարքում էին։ 19-րդ դարի վերջ, երբ որ արդեն Լոնդոնում 40 տարի մետրո կար, մենք անընդհատ խոսենք մեր դարավոր մշակութային ուրեմն ձեռքբերումներից, բայց հիվանդանոց չկար մեր ժողովրդի մայրաքաղաքում Երևանում չկար հիվանդանոց եւ տան պայմաններում էին անում աչքի վիրահատությունները, անում էին ուրեմն կեսարան հատումներ եւ 1894 թվականին առաջին նախագիծը սկսեցին մշակել 10 տարի տևեց, որից հետո զարգ ստացավ 1904 թվականին եւ 14-ին փսակվեց արդեն Փառք Աստծո ունեցանք հիվանդանոց, որտեղ որ Գոյամարտից հետո, Սարդարապատից հետո կարողացան հերոսներին բերել եւ հիվանդանոցային պայմաններում այդ սակավաթիվ բժիշկները, մոտ 10 բժիշկ էր Երևան քաղաքում, կարողացան այն ժամանակների համար ամենաարդիական բուժօգնությունը անել եւ երի բարերարների աջակցությամբ ամբողջ ժողովուրդը կարողացավ դրամահավաք անել այդ շենքը ստեղծել, Շուստովը որպես մեծ ուրեմն բարերար ուրեմն կարողացավ իր հողատարածքը այդ հատվածում քաղաքի իրեն պատկանող նվիրաբերեց Երևան քաղաքին եւ այդտեղ ստեղծվեց այդ երկարկ շինությունը, որը հետո արդեն երահարկ դառավ 50-ական թվականներին, բայց այդ պահից հետո նաեւ չէր վերանորոգվել 50-ականներից հետո եւ շատ ցավալի վիճակում էր։ Նա հիմնովին վերանորոգվեց, նա վերակառուցվեց, պահպանելով իր պատմական նշանակությունը։ Ինչ վերաբերվում է հերոսներին, այո, այդ շենքում Նժդեն է բուժվել, այդ շենքում Սիլիկովն է բուժվել, այդ շենքում մեծ հայրենականի ժամանակ են մարդիկ
որպես թիկունքային հոսպիտալ եղել եւ իհարկե Արցախյան ազատամարտիկներն են այդտեղ բուժվել։ Շարունակում եք պահել պատմական այդ արժեքները այդտեղ, նաեւ պետք է հրաժարվենք։ Ոչ թե հիմնասյունն է, դա անպայման է, անհրաժեշտ է ուղղակի։ Ինչու՞ մենք պետք է ընդգծված ցույց տանք։ Այո, 100 տարվա համասարան ունենք, 100 տարվա նկասենք։ Մենք 700 տարվա համասարանի մասին չենք խոսում այսօր։ Ես չեմ խոսում Լազորից, ես խոսում եմ Հերացի պետական բժշկական համալսարանից։ Ունենք այն ինչ որ ունենք, բայց այդ ունեցածը հպարտության արժան է եւ աշխարհը ճանաչել է այդ համալսարանը։ Ունենք հիվանդանոց, որը ունի 100 տարվա պատմություն, բայց այդ 100 տարվա ընթացքում կարողացել է կերտել այնպիսի բժիշկներ, որոնք գեղեցկացրել են առողջապահական համակարգերը տարբեր երկրներում եւ անվանի բժիշկներ, տեսեք, թողեցին իրանց լուսապայծառ բարիկեցիկ կենցաղը եւ վերադարձան Հայաստան, կարողացան ձևավորել բժշկական դպրոցներ, իրենց ֆրակերը, սմոքինգները հանեցին, եկան փոշու մեջ եւ առանց ինֆրաստրուկտուրայի քաղաք, եկան Երևան քաղաք, որը որ մթության մեջ էր տապալվում երեկոյան ժամերին եւ ձևավորեցին բժշկական դպրոց։ Այդպես սիրում էին իրենց երկիրը եւ չի կարելի այդ մարդկանց մեղադրել, որ իրանք չէին ապրում իրենց երկրում, այլ ապրում էին Ֆրանսիայում, Մոսկվայում, Գերմանիայում։ Պահի պահանջով եւ իրենց հոգու կանչով եկան եւ ձևավորեցին բժշկական լրջագույն դպրոց, որը ունեցավ աշխարհահռչակ նաեւ ներկայացուցիչներ։ Եթե խոսենք կենտրոնի մասին, երիտասարդները, որոնք այդտեղ բուժում են ստանում, դա պետական մակարդակի վրա է բուժումը լինում, թե կան վճարումներ եւ ինչպես է դա կատարվում։ Դեռևս ամբողջ ֆինանսավորումը գնում է կամավոր ներդրումներից։ Պաշտպանության նախարարությունն է շատ մեծ աջակցություն եւ արել եւ շարունակում է անել եւ այս պահին պետք է ասեմ, որ հասարակական շարժումը այդ կենտրոնի շուրջ թույլ է տալիս այն վստահության բարձր ուղենիշը, որը որ կա, թույլ է տալիս դրամահավաք կազմակերպել եւ Հայկո Մինասյանը բացարձակ վստահությամբ, ասենք, օժտված անձնավորություն է, որոշ մասով բժշկական համալսարանը որպես կայացած եւ արտահանող կազմակերպություն ունենալով կայուն ֆինանսական վիճակ, նաեւ սոցիալական ծրագիր է իրականացնում ամբողջ ուրեմն պահպանման ծախսերը իր վրա է վերցրել կենտրոնի։ Կուզենայի հատուկ նշել, որ անկախ իրադարձություններից թե նախկին իշխանությունները, թե ներկայիս իշխանությունները ուշադրության կենտրոնում են պահում կենտրոնը եւ վերջի միայն ներդրումը կուզեմ խոշոր ասել, իմ քայլ ուրեմն հիմնադրամը մոտ 194 միլիոն դրամի, մոտ $400,000 կարողացավ էլի նվիրատվություն անել կենտրոնին։ Կուզեի հատուկ նշել նաև, որ 2 տարի առաջ այստեղ էի եւ մեր շրջանավարտների հետ միության հետ հանդիպում ունեցանք, ներկայացրեցի ամբողջ նախագիծը եւ վստահության դաշտում եւս էլի կարողացանք կազմակերպել գրադարանի ստեղծումը այդ կենտրոնում, որը արդեն բացվել է եւ գործում է։ Հուլիսի 5-ին բացվեց եւ մեր գործընկերները Լոս Անջելեսից այնտեղ էին, կարողացան տեսնել իրենց աչքերով, թե ինչպիսի գրադարան է բացվել, ինչ ոճով։ Եվ եթե չեմ սխալվում, Հնդկաստանի դեսպանը նաև նվիրատվություններ կատարել։ Առաջին 50 գիրքը նվիրեց դեսպանը, ավել ասեմ ձեզ, դահլիճը, որը որ գրադարանում է, անվանակոչվեց Ռոբերտ Աբաջյանի անունով, մեր հերոսի երիտասարդ հերոսի անունով, եւ բացման պահին, երբ թե Աբաջյանի ընտանիքներն այնտեղ պետական այրեր էին այնտեղ Լոս Անջելեսից մեր գործընկերներն էին, որոնք որ ամբողջ ֆինանսավորումն էին կազմակերպել, մեր հնդիկ ուսանողներից մեկը այնպես ոգևորված էր եւ այնպես հուզական դաշտում լցված էր, որ ակապելա կիլիկյան կատարեց, շատ գեղեցիկ հնչեց, որ ուսանողը, որը այլ ազգի է, բայց այդպես ոգևորված է հայրենասիրական մղումներով, որը տեսնում է համալսարանում, սա նշանակում է ուսանողության մեջ հայրենասիրություն բառը, սա բառակապակցություն չի, որը պարտադիր պետք է բարբերաբար կրկնել կախված մթնոլորտային ճնշումից։ Սա իրականություն է եւ մեր արտասահմանցի ուսանողները դա զգում են եւ փայլուն կատարում են եւ Կոմիտաս առհասարակ եւ Չարենց են արտասանում, կարծում եմ, որ բարձրագույն կրթությունը առհասարակ եւ մասնավորապես մեր բուհում սա աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող երևույթ է, որը որ ձևավորում է
այդ երկրի փոքրիկ դեսպանների, որոնք երկար գործելով երբեք չեն մոռանում իրենց երկրորդ հայրական տուն, իրենց համալսարանը։ Միացյալ Նահանգներ եկել եք աշխատանքային այցով։ Կասեք նպատակ։ Նպատակներից մեկը դա շրջանավարտների հետ մեր հանդիպումն է, որը արդեն դարել է բարի ավանդույթ եւ շրջանավարտների միություն ստեղծել է, որը որ բնութագրում է յուրաքանչյուր խոշոր համալսարանին։ Harvard-ի շրջանավարտներ կան, UCLA, USC, ես տեսա ինչպիսի մեծ հնարավորություններ են բացում այդ շրջանավարտների միությունը եւ մեր այդ աշխարհով սփռված շրջանավարտների արկայությունը պահանջում էր ֆորմատի բերել այդ կառույցը, որը իր հզորություններով կարող է գերազանցել ամենաօպտիմիստական մեր սպասումները։ Եվ Կալիֆոռնիայում ձևավորված արդեն իսկ ամերիկահայ բժիշկների միությունը որպես հենարան թույլ տվեց ձևավորել նաև շրջանավարտների միություն եւ բարեկամների միություն, այսինքն բժիշկների, որոնք երբևէ չեն ավարտել Հերացի համալսարանը, բայց իրենց գործնեությամբ ամեն իրենց քայլով նպաստել են բժշկության զարգացմանը, հայրենասիրության իրենց ուժով թույլ են տվել, որ այդ համալսարանում այսօր ձևավորվեն աշխարհի բժշկագիտությանը համաունչ քայլեր եւ այդ երկրորդ կառույցը իրար հետ առանցքային որպես առաջի նախագիծ 100-ամյակն է համալսարանի, որը 20 թվականին է լինելու եւ այդ նախագծի շուրջ կարծում եմ, որ կհամախմբվեն մարդիկ, ոնց որ 2 տարի առաջ համախմբվեցին գրադարանի որպես առանցք, իդեպ առաջի գրադարանը ստեղծվեց 2000 թվականին բժշկական համալսարանում, եւս էլի մեր շրջանավարտների միության այդպես դեռ չձևավորված, բայց իրենց ջանքերով ստեղծվեց առաջի գրադարանը։ Սա պետք է հետևողական լինի եւ այդ միջումները այդքան մեծ չլինեն 18-19 տարի։ Կարծում եմ պետք է ավելի schedule լինի, ավելի ռիթմիկ։ Ես վստահ եմ, որ քանի որ դուք եք արդեն զբաղվում այդ հարցով, այդ ամենը հենց այդպես էլ կլինի եւ կզարգանա եւ մենք արդեն կկարողանանք ականատես լինել եւ տեսնել արդյունքները այդ համագործակցության։ Պարոն Մուրադյան, անչափ շնորհակալ եմ։ Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել ձեզ հատկապես վիրավոր զինվորների կենտրոնի ստեղծման համար, իբրև կին, իբրև մայր, իբրև ուղակի հայ մարդ, կարծում եմ, որ սա կարևորագույն խնդիրն է, որը անպայման պետք է լուծում ստանար։ Եվ ի շնորհիվ ձեզ եւ ձեր նման նվիրյալների մենք այսօր ունենք այդ կենտրոնը եւ կարող ենք հպարտությամբ նշել եւ ձեր Facebook-յան էջում կրկին տեսնել, թե ինչպես են երիտասարդները ապաքինվում եւ ինտեգրվում արդեն սովորական կյանք։ Ես կարծում եմ, որ իրենք շարունակում են իրենց պայքարը կյանքի, բայց գիտեմ, որ իրենց կողքին կան ձեր նման մարդիկ։ Շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արել եք այս տարիների ընթացքում։ Շնորհակալություն։ Այսպես մենք ավարտեցինք մեր հաղորդումը, մնացեք մեզ հետ, յուրաքանչյուր շաբաթ երեկո ես կլինեմ ձեզ հետ եւ կներկայացնեմ իմ հյուրերին։